սկսեմ ձեր բանակի ծառայողներին գնահատելու փաթեթից։ Այս նախագիծը եւ ձեր առաջարկը դրանք տարբեր բաներ են։ Շատ տարբեր բաներ են, այստեղ կոնկրետ խնդիր է դրված, ձեր առաջարկը ասում է բերենք էդի դարձնենք մի ամբողջական, սենց ավելի ընդգրկուն մի հատ մեխանիզմ։ Տիկին Գրիգորյան, խնդրում եմ։ Ես կարծում եմ, որ եւ այն կարծիքին է, որ այս ամբողջ երբ որ մենք քննարկեցինք, ես պարոն Սարգսյանին մի քանի օր առաջ առաջարկել եմ, որ այս նախագիծը հետ քաշի եւ մտնենք ավելի խորքային քննարկումների, հարային քննարկումների փուլ, առավել եւս պաշտպանական գերատեսչության ավելի ներառական ներկայությամբ այս հարցերը, որ պարոն Սարգսյանին տրվում էր, ինքը պիտի տար այդ պատասխանը, որտեվ չկա մշակված այդ քվոտաների խնդիրը ոնց դիլուցի։ Լավ է լինելու, չէ։ Կներեք, երբ որ առաջի փուլով անցնենք, հետո երկրորդ փուլից առաջ որը կընդունվի, որը չընդունվի, որտեվ այստեղ փոխվում է ամբողջ փիլիսոփայություն։ Իմ առաջարկը, պարոն Սարգսյան, ձեզ, որովհետև ես ձեզ այդ հարցը պատական չեմ տվել, որ դուք մենակ եք աշխատել, թե աշխատանքային խումբ եղել, 1 հոգի, 10 հոգի, իրավաբաններ, զինվորականներ եւ այլն, դուք ասիք մենակ եմ եղել։ Ես ուզում եմ, որպեսզի հետ քաշեք եւ գաք նաեւ այն հարցերի ներառումով, ինչ որ բարձրացրեց Վահագն Խաչատրյանը։ Այն ինչ որ մենք չստացանք նախագահյանը տվեցի, ոչինչ, նախագահ դառնաս։ Այն ինչ որ ասեց Վահագն Ալեքսանյանը, այն ինչ որ լսեցինք մեր գործընկերներից։ Պարոն Սարգսյանը բնականաբար այս հարցերը, որտեղ կառավարության տեսակետը սա է, բայց ես ուզում եմ, որ ընթացակարգերը այնպես է գնացել, որ կառավարությունում քննարկվել է մի բան, որը պետքա այս թվերի շուրջ լիներ։ Հիմա Կարմիր Պապկայով պարոն Գալստյանը բերեց պարոն Տոնոյանի ուղարկած թիվը, եթե նկատեցիք պարոն Սիմոնյանի կանչեցի, ասի դու ո՞նց ես տեսնում, վերջի իրավաբանական վարչության պետն է։ Այդ թիվը բնականաբար լուրջ, այս ձևաչափով հնարավոր չէ թվերը։ Եվ այդ թվերի մեջ պետք է հասկանանք, որտեղ պարզ չէ, որ այդ թվերը լսելուց հետո մեր ֆրակցիայում ես խոսել եմ թե Հանրապետության զինկոմի հետ, թե գլխավոր շտաբի պետի հետ, եւ այդ թվերը շատ պարզ ես գիտեմ, քանի զորակոչային տարիքի մարդա ներգրաված այդ թվերի մեջ, քանի պայմանագրային է, պայմանագրայինների վիճակը։ Երեք մենք պարոն Խաչատրյանը, պարոն Մերաբյանը այս երկու օրվա ընթացքում շրջացել ենք արել եւ տեսել ենք նաեւ մեր ինչ որ ձեռքբերումներ եւ ինչ որ թերացումներ, հենց բանակի հետ կապված է։ Բայց այդ դրա մեջ չի խնդիրը, այն ցանկացած խնդիր, որ դնում ենք, հարցերը պետքա քչանան։ Ես ասում, մարդու երոնքները պաշտպանելի ասեց, չասեց, բերեց հիմնավորումներ սահմանադրության հետ կապված խնդիրների։ Ինչ, հետո գրանք սահմանական դատարան ճշտենք այդ։ Ակնհայտ են, որ խտրականության խնդիր առաջանալու։ Ակնհայտ է, ինչ արժում, 1 ամիս գան, ով է գալու։ Պարզվում է, որ հանճարները պիտի գան, բայց նրանք փող չունեն։ Եթե այդպես ենք մտածում։ Պարոն Խաչատրյան ասում է 4 ամիս, պարոն Խաչատրյան։ Այս օրինագծում ուրեմն պետք է առաջարկենք 1 ամսվան ընդհանրապես հանեն։ Ընդհանրապես հանեն։ Այդ դեպքում ամբողջ փիլիսոփայությունը փոխվում է։ Ինչ ենք ստանում զորակոչի թվերի հետ։ Այո, գրավչություն եթե մեծացնեն, կարող է զորակոչի թվերը փոխվեն։ Մարդը նախ պետք է սիրի իր երկիրը, ինչ որ մենք տեսանք Վանաձորում։ Դրսից սիրող մարդիկ ստեղծում են միջավայր հատկապես կրթական, որովհետեւ այդ կրթված երեխան վաղը կրթված զինվոր լինի, խոսքը կարող Արմենի ծրագրերի մասին է։ Գուաֆի մասին է, այո։ Այդպես պետք է լինի բոլոր ճյուղերում։ Եվ դեպի բանակ, այդ բանակը պետք է գան, ոչ թե բանով, չգիտեմ, կան շահառուներ, հաստատ, այդ մի ամսվա շահառուներ կգտնվեն, դրանք շատ քիչ են։ Դա բանակի հոգսերը չի լուծելու։ Մթնոլորտը, չգիտեմ, բարդ է։ Բարդ մթնոլորտի մեջ ենք հայտնվելու։ Բազմաթիվ դրվագներ նկարագրվեցին, որը որ չգիտենք, դա լինելու է։ Անդադ հասարակությունը ասել on-line քննարկում են, քննարկելու եք։ Էս ինչ է, որտեղ փող բառը որ լսում ասում է ինչ որ բան են չի։ Ամեն ինչի հիմքում եթե փողն ենք տեսնում, այդտեղ լուծումը մարդկային ռեսուրսի այդտեղ չի լուծվելու։ Եթե փողն է, եկեք ուրիշ մեր ծրագիրը կառավարության պրոֆեսիոնալ բանակն է նպատակը։ Բերեք այդ փողը դնենք վերևում, կառուցենք այդ պրոֆեսիոնալ բանակը այդ փողի սահմաններում։ Ունենալով նաև զորակոչային որոշակի թեկուզ քիչ ռեսուրս, բայց դա այն ռեսուրսն է, որտեղ նույն գերմանացիները պրոֆեսիոնալ բանակը հասկացան, որ զորակոչային ռեսուրսի բացակայությունը կտրել է, այդ խզել է, պետք է այդտեղից մարդ ցանկանա։ Մեկ ուրիշ երկիր ուրիշ է, ուրիշ երկրների օրինակները չվերցնենք։ Տիկին Գրիգորյանը ասեց, որ հարավում
շատ բարդ իրավիճակ առաջանելու։ Այս քննարկումը արդեն ինքը բարդությունները առաջացնում այն մասով, որ այնտեղ մի բան եթե եղա, ոնց է կառավարում այսօր բանակը, արդեն այդ սցենարները պետք է ունենա, կարծում եմ արդեն ունի, որտեղ եթե չունի, վաղը մենք փաստերի առաջ ենք կանգնելու։ Հրթիռները գնալու են գան, եւ մենք արդեն մեր ներքին բանը չենք կարողանալու։ Պարոն Սարգսյան, ելի իմ առաջարկը մնում է նույնը։ Ես խնդրում եմ ձեզ։ Դուք կորոշեք։ Հանեք նախագիծը 2 ամիս, գանք աշուն, որովհետև հրատապությունը խնդիր չի լուծելու, որտեղ ինքներդ գիտեք, կառավարությունը իր որոշում, մենք 90 օր տվե, որ այս իրավական խնդիրները մշակեն մինչև զորակոչի, չգիտեմ, որ ընթացքը ավարտվի։ Ձմեռային, մինչև ձմեռային ժամանակ ունենք, բայց այս բոլոր դետալացնենք հարցերը։ Կա քաղաքացիությունից հրաժարվելու խնդիրը, առանձին թող պաշտպանական գերատեսչությունը բերի այդ խնդիրը, որ շատ կարևոր է, 8000 ռեսուրս է կորում, բերեք առանձին։ Ինչքան եք մենք առանձին դենց բաներ քննարկել, լուծումներ գտել գնացել առաջ, բայց այս ամբողջի մեջ, եթե առանձին դետալները ճիշտ իրաց տեղը չեն գտնում, այդտեղ ուրեմն խնդիր ենք ունենում։ Իմ առաջարկը մնում նույնը, հանեք, եթե համաձայնեք ձեր եզրամակի ջերուցում ասեք, որ գոնե ես վստահաբար քվեարկեմ կողմ, դեմ, թե ձեռնպահ։ Քվեարկությամբ ասեցի ոնց ասում։ Չէ, ես ասեմ, ամեն ինչ կախված է, ես ասեցի, պարոն Սարգսյանը, ես ասել եմ, սա սովորական բան չի, փաթեթ չի, սա առնչվում է սահմանադրության հետ, սա առնչվում է մարդու իրավունքների հետ, մարդու իրավունքների գրասենյակը, թե մարդու իրավունքների գրասենյակը չկա։ Քանի է քաղաք հասարակության հետ, յուրաքանչյուր ընտանիքի հետ, տղա ունեցող 2 թե 3 մարմնի հետ, որտեղ այստեղ կյանքի իրավունքի խնդիր կա։ Մի երեխան փողով խաղից դուրս է գալի, բա մյուս երկուսը աստվածչանի մի բան եղավ։ Զոհերը ծնողի վիճակը նայում եք։ Բոլորս էլ ծնող ենք։ Մի մասից երեխաները պատերազմով են անցել, մյուսը չի անցել։ Հազար մի հարցեր կա, բայց հարցերը, որ չեն կարող կոռուպցիայի հարցը լուծեն, պարոն Խաչատրյան։ Կոռուպցիայի հարցը լուծած շատ երկրներ կան, որոնք տեսանելի չի կոռուպցիան։ Նշանակում է լուծել են անտեսանելի կոռուպցիան, դա դեռ չի ազդում հասարակական ընկալման վրա։ Շատ երկրներ ենք եղել, տեսել ենք։ Որտեղ որ հաջողվել է լուծել, գնացեք Դանիա, չկա կոռուպցիա, ճանապարհային ոստիկանություն։ Ինչա դեց։ Չկա, մարդը չի խախտում, չի թքում, չի բանանում։ Տեսակ, որ կոռուպցիա չկա, երեք չառաջորը չկար այդ միջավայրում, ախտոտածություն չկար, վերև ուրիշ միջավայր էր, մթնոլորտը կախված է յուրաքանչյուրից, այսպիսի բաներով պետք է փոխվստահություն լինի եւ այդ փոխվստահությունը պետք է տեղավորվի պետական շահի տրամաբանության մեջ։ Պարոն Սարգսյան, իմ առաջարկը հանեք, վերադառնանք աշնանը, նորից մտնենք լայն քննարկումների փուլ, եթե չեք հանում, ուրեմն քվեարկությամբ մենք ամեն մեկս իր պատկերացումներից ելնելով պետք է իր որոշումը կայացնի։ Հարակից զեկուցող եզրափակիչ ելույթի համար խնդրեմ պարոն Մերաբյան։ Շնորհակալություն, ճիշտ ասած, ես ուզում եմ սկզբից գամ պարոն Սարգսյան, իրականում հսկայական աշխատանք է կատարվել այս ամեն ինչ որ արվել է ձեր վերլուծականները, բայց այս թվերի հետ կապված պարոն Քոչարյան, թվերը որ դուք նայեցիք, դա համապատասխանում է, չէ՞, կնեն որի հովանավորությունը ինչ է, արդեն առանձին քննարկման Շատ լավ։ Շատ լավ։ Ուրեմն լսելով բոլորին ու հասկանալով, որ այս նախագիծը փոփոխության ենթակա բաներ ունի, պարոն Խաչատրյանը առաջարկեց, որ մի ամիսը հանվի, եթե չի հանվում, չի հանվում, լավ, եթե չի հանվում, ինչ է լինում, ինչ ենք ստանում, իմ կարծիքով ես իմ որոշումը հետևյալն է, պարոն Սարգսյան, որ մենք հետ քաշենք ու վերանայենք մի հատ մեր նախագիծ, սա իմ կարծիքն է։ Ավարտեցիք։ Այո։ Պարոն Սարգսյան, եզրափակիչ ելույթի համար խնդրեմ։ Պարոն Քոչարյան, խնդրում եմ չընդհատեք, ես ծավալում պետք է ելույթ ունենամ։ Հարգելի գործընկերներ, պարոն Քոչարյան, ես նախագիծը բնականաբար հետ չեմ քաշելու, քանի որ այն տևական ժամանակ քննարկվել է եւ ստացել է կառավարության կողմ դիրքորոշումը եւ վարչապետի ստորագրությամբ կառավարության առաջարկներով որպես
դրական եզրակացություն ստացած նախագիծ եկել է ազգային ժողով եւ ես որպես քաղաքական թիմի անդամ պարտավոր եմ կողմ քվեարկելու, եթե այլ կարծիք չեմ հայտնել սահմանված կարգով։ Ուզում եմ նշել, որ առաջի օրվանից երբ նախագիծը քննարկվել է, պարոն Քոչարյանը ինձ աջակցել է նախագծի քննարկումների ժամանակ ու միշտ ասել է, որ կողմ է նախագծին, նաեւ նոյեմբերին երբ վարչապետի մոտ եղել է քննարկում, որևէ դեմ կարծիք չի հայտնել, մի քանի նախադասություն միտք ասել, որոնք ավելի շատ պաշտպանել են նախագիծը, առնվազն որևէ բացասական միտք չի ասել, ինչը նշանակում է, որ պարոն Քոչարյանը եղել է կողմ։ Հետո պարոն Քոչարյանը ներգրավվել է միջգերատեսչական հանձնաժողովում, որը վարչապետի որոշումով ստեղծվել է, միջգերատեսչական հանձնաժողովը աշխատել է 6 ամիս, պարոն Քոչարյանը մասնակցել է 2 նիստի, մի քանի քննարկումների չի մասնակցել, 2 նիստերի ընթացքում որևէ դեմ կարծիք չի ասել, ոչ բանավոր, ոչ գրավոր, որևէ առաջարկ չի ներկայացրել։ Հետո այս սահմանված կարգով այս տարվա փետրվարին մեր խմբակցության падգամավորներին ուղարկել եմ նախագիծը, որ եթե մեր падգամավորները դեմ կարծիք ունեն դրա մասին ասել միջև պաշտոնապես շրջանառության մեջ դնել է պարոն Քոչարյանը, ոչ պարոն Քոչարյանը, ոչ էլ մեր այլ գործընկեր, որևէ գրավոր առաջարկ չեն ներկայացրել, ինչը ենթադրում է, որ падգամավորները կողմ են։ Եվ վարչապետի հավանությունը ստանալուց հետո միայն նախագիծը դրել եմ շրջանառության մեջ, նախագիծը շրջանառվում է արդեն 3 ամիս, այս 3 ամիսների ընթացքում ես բազմաթիվ քննարկումներ եմ հրավիրել, որոնց պարոն Քոչարյանը չի մասնակցել, ես կեսը ձեր մասին է։ Հաջորդիվ ասեմ, որ նախորդ, երբ որ կոմիտեի նիստում նախագիծը ստացավ դրական եզրակացություն, ես դրա մասին ասել եմ պարոն Քոչարյանին եւ նա շատ ուրախացել է եւ դրական է վերաբերվել դրան։ Դրանից հետո մենք ունեցել ենք կոմիտեի նիստը տեղի ունեցել 2 շաբթի օրը, 3 շաբթի օրը սահմանված կարգով հարցը պետք է ներառվեր հանձնաժողովի նիստի օրակարգում եւ պարոն Քոչարյանի հետ քննարկել ենք եւ պարոն Քոչարյանը ասել է հետեւյալը, որ նախագծին կողմ եմ, կառավարության հետ խոսացել եմ, բոլորը կողմ են եւ նաեւ կառավարությունը տվել է դրական եզրակացություն, բայց մի հատ sense պահ կա, հետաձգենք այս նիստը, որպեսզի 5 շաբթի օրը նաեւ կառավարությունում զեկուցվող հարցերի մեջ պետք է ներառվի նախագիծը, որպեսզի կառավարությունում զեկուցվի, դրա մասին կառավարություն խոսան, նախարարը զեկուցի, կառավարությունը նույնպես տա, բացի կոմիտեի դրականը, նաեւ կառավարությունում տարվի դրական եզրակացություն, որից հետո նախագիծը կընդունենք։ Ես նշել եմ, որ այո, պարոն Քոչարյան, այդպես էլ կանենք, ուրբաթ օրը ուրեմն կդնենք արտահերթ նիստ, պարոն Քոչարյանը ասել է հետեւյալը, որ ինքը երկրում չի լինելու եւ առաջարկում է տեղափոխել հուլիսին քննարկելու համար։ Ես նշել եմ, որ նախագիծը մենք մարտից ինտենսիվ քննարկել ենք տարեսկզբին հանձնաժողովում, որպեսզի մինչև ամառային զորակոչ հասցնենք ընդունենք, ես այն բացասական խնդիրները, որ ունենք, մենք դրա դեմը առնենք։ Պարոն Քոչարյանը, Պարոն Սարգսյան, որ հանձնաժողովում կարաք նշեք։ Հանձնաժողովի անդամները այստեղ են։ Չէ, դուք կեղծ բաներ եք ասում։ Ոչ մի ընդհատեք։ Կեղծ բաներ ես ասում, պարոն Սարգսյան, որ հանձնաժողովի անդամները այստեղ են։ Ինչն են քննարկել։ Ես ինչ ասում եմ, Դուք ինչ ասում եք, մինչև հիմա կեղծիք եք։ Պարոն Քոչարյան, ասեցիմ չընդհատեք։ Ես կհրապարակեմ ձեզ գրած մեյլը եւ նաեւ աշխատանքային քննարկման հրավերները կհրապարակեմ հեսա հաջորդիվ։ Եվ պարոն Քոչարյանը ինձ ասում է հետեւյալը, ես ասում եմ հետեւյալը, որ նախագիծը պետք է քննարկվի, քանի որ մեր քաղաքացիները օրը 5-ից 6 քաղաքացի հրաժարվում է քաղաքացիությունից, զորակոչի թիվը իջել է 30%, մենք պետք է քայլեր ձեռնարկենք արտագաղթի դեմը կանգնացնելու, զորակոչի թիվը բարձրացնելու, ներգաղթ ապահովելու եւ մեր բանակի առաջ ծառացած այս խնդիրները, որով նաեւ վարչապետի հանձնարարականներն են, մենք պետք է կատարենք։ Պարոն Քոչարյանը ինձ ասում է, որ ես Ամերիկայում եմ լինելու, կգանք հուլիսին կընդունենք հանգիստ տեղի, սա խոսացրıb դրական, ասում է պարոն Քոչարյան ջան, չենք հասցնի, եթե հունիսին քվեարկենք մի ընթերցմամբ, չենք հասցնի մինչև հուլիս ընդունենք։ Պարոն Քոչարյանն ինձ ասում է, դու խնդիր չունես, արտահերթով կանենք։ Ես ասում եմ, որ չեմ ուզում այս նախագիծը արտահերթով գա, քան հաշվի առնելով նախագծի կարևորությունը։ Առաջին ընթերցումը կանենք այս մայիսին, երկրորդ ընթերցումը դուք Ամերիկայից կգաք, նոր մենք կանենք։ Պարոն Քոչարյանն ինձ ասում է, բա որ չկարողանաս կողմ ձեներ հավաքես, պարոն Գագիկ Մերքոնյանը, բա որ հանկարծ հիվանդանա չկա նիստը չկան, ասում եմ դե կփորձենք։
Ցավոք սրտի տենց է լինում է, նիստի օրը պարոն Մելքոնյանը հիվանդանում է հանկարծակի ու նիստը չի կայանում։ Իմ զանգերին պարոն Քոչարյանը չի պատասխանում։ Հետո Ամերիկայից վերադառնալուց հետո խմբակցության նիստում պարոն Քոչարյանը հայտարարում է, որ նախագիծը խնդրահարույց է, ինչը իմ համար անակնկալ է լինում, հաշվի առնելով նորին պատմած պատմությունը, որ պարոն Քոչարյանը ասել էր անգամ կողմա, որ դա անենք արտահերթ նիստով, ու ֆրակցիայի նիստում պարոն Քոչարյանը ասում է, որ ինքը առաջի անգամ է տեսնում մեկ ամիս ծառայության բաղադրիչ, ինչը ես ներկայացրել եմ վարչապետի ներկայությամբ, ներկա եղել եւ վարչապետը, երկու փոխվարչապետերը, ԱԱԶ տնօրենը, գլխավոր դատախազը, քննչական կոմիտեի նախագահան, գլխավոր շտաբի պետը, պաշտպանության նախարարը եւ մի շարք այլ ղեկավար պաշտոնատար անձինք։ Եվ դա հայտնի եւ նաեւ այդ իմ 5 կետերը շրջանառվել են եւ գերատեսչություններն տվել են կարծիք, իդեպ նաեւ բարձր տեխնոլոգիաների նախարարությունը տվել կարծիք, որը իմ մոտ առկա է, պարոն Քոչարյանը ասաց, որ կան գերատեսչություններ, որոնք կարծիք չեն տվել։ Սա պարոն Քոչարյանի մասով։ Հաջորդիվ ասեմ, որ քաղաքացիությունից հրաժարվելու այս մեր քրիտիկական վիճակը, որ ունենք, նոր չի, ու սրա մասին պաշտպանության նախարարությունը բազմիցս խոսել է եւ զորահավաքային համալիր ծառայության նախկին ղեկավարները նույնպես սրա մասին խոսել են, բազմիցս, անգամ գրավոր զեկուցագրեր են գրել, որ սրա դեմը մենք պետք է առնենք։ Նշեմ հետեւյալը, այս տարի բանակ է զորակոչվում 2007 թվականին ծնված տղաները, որոնցից շուրջ 7%-ը այլևս Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն։ Հաջորդ տարի բանակ է զորակոչվելու 2008 թվականի ծնվածները, որոնց եւս 7%-ը այլևս Հայաստանի քաղաքացի չեն։ 2009 թվականին բանակ են զորակոչվելու 2 տարուց հետո բանակ են զորակոչվելու 2009 թվականի ծնվածները, որոնց ուշադրություն 8%-ը այլևս Հայաստանի քաղաքացիներ չեն։ Եթե մենք այս process-ը հիմա չընդունենք եւ այս օրենքը հիմա չընդունենք, քաղաքացիությունից հրաժարվելու տեմպը ոչ միայն պահպանվելու է, այլ նաեւ արագանալու է։ Հաշվի առնելով, որ մեր քաղաքացիները մտավախություն են ունենալու, որ առաջիկա մենք բարձր տուրք ենք սահմանելու կամ պատվովճար ենք սահմանելու 15 միլիոն դրամ եւ իրենք իրենց գործողություններում ավելի արագ են լինելու եւ եթե այսօր երեխան 10 տարեկան կամ 11 տարեկանա չեն շտապել քաղաքացիությունը դադարեցնելու, իրանք արդեն այդ ճանապարհով արագ գնալու են, ինչի դեմը մենք պետք է առնենք այսօր նախագիծը ընդունելով։ Ուզում եմ ամփոփելով ասեմ, որ մենք պետք է վերջ տանք կենացային տրամաբանությանը, որովհետեւ կենացներ ասելով եւ պատվի մասին խոսալով այդ տեսել ենք ու նաեւ տեսնում ենք այն պատկերը, որ այսօր ունենք։ Խոսելով անհավասարության մասին, որ այ անհավասարություն կլինի աղքատների երեխաները կծառայեն հարուստներին ոչ, փաստացի այդ վիճակն է այսօր քաղաքում, կենտրոնում, Երևանում, զորակոչի թիվը բարձրազոր։ Ես ինձ վատ եմ զգալու, ասել եմ Սարգսյան Հայկը օրենք ընդունեց, հարուստների երեխաները չծառայեցին եւ միայն աղքատների բանակ ունեցանք։ Ցավոք սրտի պատերազմից հետո ես այցելել եմ երկարորից ավել զոհված զինծառայողների ընտանիքների եւ նրանց գերակշիռ մեծամասնությունը մեր ասած ապահով ընտանիքներ չեն եղել եւ ես չեմ տեսել որևէ հարուստի զավակ մեր մարզում, ով զոհվել է պատերազմի ընթացքում եւ եւս մեկ անգամ հանգել է մեր մտքին, որ այս օրենքի նախագիծը պետք է ընդունել։ Ինչու՞, որովհետեւ հարուստի երեխաները, ովքեր առողջական թղթերով կամ քաղաքացիությունից հրաժարվելով խուսափել էին ծառայությունից, մենք անգամ չկարողացանք մոբ ռեսուրսի տեսքով իրենց ներգրավել, քանի որ ուղղակի պարտադիր զինվորական ծառայության ենթակա չեն նրանք։ Մենք այս հարցը եւս պետք է լուծեն, ամփոփելով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր շահագրգիռ անձանց, ովքեր այս վերջին 1.5 տարիների ընթացքում քննարկել են։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել կառավարության ղեկավար վարչապետ Նիկոլ Փաշինյանին իմ առաջարկին ընթացք տալու եւ բազմաթիվ քննարկումներ կազմակերպելու համար եւ ամփոփելով ուզում եմ նշեմ նաեւ վարչապետի վերջին ելույթը կապված այս օրենսդրական նախաձեռնության հետ։ Անհրաժեշտ եմ համարում ընդգծել, բանակը պետք է դադարի լինել էժանագին կենացների օբյեկտ կամ կենացների էժանագին օբյեկտ, որովհետև երբ փորձում ես հասկանալ, թե ինչ է թաքնված այդ կենացների խորքում, առերեսվում ես դառը իրականությանն առայն, որ զորակոչի ենթակա տարիքային խմբի կեսից քիչն է զորակոչվում բանակ։ Սակայն նշանակում է, որ մեր սերունդը առողջական ծանր խնդրեմ ունի, կամ մեր զորակոչը Հայաստանի Հանրապետությունը մնում է կոռուպցիայի ամենածաղկուն միջավայրը, որտեղ միմյանց հետ դաշնակցում են բժշկական հանրության, զինվորականության եւ հանրության ներկայացուցիչները։ Եթե այդպես է, իսկ նման հավանականություն կա,
սա պետությունը քայքայող դաշինք է, ու մեր պարտքն է ջարդել այդ դաշինքի ողնաշարը, որովհետև այդ դաշինքը կասկածի տակ է դնում մեր պետության գոյության իրավունքը։